To be by-ը։ Եկեք սովորենք, թե ինչ է լինում to be by-ի հետ անցյալ ժամանակաձևում։ To be-ն դա am-ի զառն է։ Այսինքն ես am, դու ես, հայերենով to be նշանակում է լինել։ Եվ երբ դա խոնարհում ենք, ասում ենք am, you are, հա։ Այսինքն ես am, դու ես, հայերենում էլ անկամն է խոնարհումը։ Հիմա եկեք դարձնենք անցյալ։ Ուրեմն am is-ը անցյալում դառնում է was, are-ը դառնում է were։ Օրինակ, I am ready, ես պատրաստ եմ։ Եթե ասենք ես պատրաստ էի, I was ready։ You are ready, դու պատրաստ ես։ Եթե ասենք դու պատրաստ էիր, you were ready։ Նա պատրաստ է։ He is ready։ Եթե ասենք նա պատրաստ էր, he was ready։ She is ready։ Նա պատրաստ է։ Նա պատրաստ էր, she was ready։ Is-ը դառնում է was։ Այսինքն հայերենով ասում ենք նա պատրաստ է, անցյալով ասում ենք նա պատրաստ էր, չէ՞։ Այսինքն is-ը n է, was-ը էր-ն էր։ Նա պատրաստ էր։ It is ready։ Դա պատրաստ է։ Դա պատրաստ էր, it was ready։ We are ready։ Մենք պատրաստ ենք։ Մենք պատրաստ էինք, we were ready։ Նրանք պատրաստ են, they are ready։ Նրանք պատրաստ էին, they were ready։ Տեսեք, նրանք պատրաստ են, n-ը դա are-ն է, իսկ եթե նրանք պատրաստ էին, n-ը դա were-ն է, they were ready։ Հիմա եկեք ես նախադասություն ասեմ ներկայով, իսկ դուք դարձրեք անցյալ։ Օրինակ, you are free, դու ազատ ես։ Ոնց կասենք դու ազատ էիր։ You were free։ He is busy, նա զբաղված է։ Ոնց կասենք նա զբաղված էր։ He was busy։ Hey, you. Don't forget to subscribe.